ենք արդեն նախագիծը, երկրորդ ընթերցումը վաղվա արտահերթ լիագումար նիստում ենք քվեարկելու, եթե օրակարգի հետ կապված հարցեր կան, խնդրեմ, եթե չէ, հանցնենք առաջ։ Ովքեր են կողմ օրակարգը հաստատելու, դեմ, ձեռնպա, օրակարգը հաստատված է, հիմնական զեկուցողը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյանն է, խնդրեմ պարոն Պապյան։ Մենք համ օրենքը համառոտ ներկայացրեք, համ էլ փոփոխությունները։ Շնորհակալություն, ես ուզում եմ հիշեցնել, շնորհակալություն պարոն Թունյան, հարգելի պատգամավորներ, ես ուզում եմ հիշեցնել, մենք առաջին ընթերցման ինչ նախագիծ ենք ընդունել, առաջին ընթերցման մենք ասել ենք, որ էլեկտրական շարժիչով մեքենաները բացառությամբ բեռնատար մեքենաների առաջին ընթերցումը այդ տեսքով էր, հնարավորություն ենք տալիս 2026 թվականի ընթացքում ներմուծել առանց ավելացված արժեքի հարկի, այսինքն պետությունը, կառավարությունը ազատում է քաղաքացիներին ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից։ Այդտեղ մենք ունենք պատգամավորներից առաջարկներ, որ ավելացնենք նաև բեռնատար ուրեմն էլեկտրական մեքենաները եւ այդ կոդը մենք ավելացրել ենք 8704600000, այդպես է այդ կոդի անունը ԵԱՏՄ-ում եւ այդ կոդը ուրեմն ավելացված է եւ ուրեմն հետո ստացել ենք բազմաթիվ առաջարկներ, իհարկե ես առաջարկներ մեր քաղաքացիներից, որ եւ մի կարևոր պայման էլ կար, որ մինչեւ 2 տարեկան թարմության մեքենաներ պետք է լինեին, այսինքն մենք ասում ենք, որ 24, 25 եւ 26 թվականի արտադրության մեքենաներ, եթե Հայաստանի Հանրապետություն ներմուծվեն, ուրեմն 2026 թվականի հունվարի 1-ից սկսած, ապա այդ մեքենաների համար ամբողջ 26 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ չի վճարվի։ Այս կանոնը ամբողջությամբ պահպանել ենք, ավելին լրացրել ենք նաև բեռնատար մեքենաներով։ Հետո բազմաթիվ նամակներ ստացանք քաղաքացիներից, նաև ազգային ժողովում հարցեր հնչեցին, որ դե կան քաղաքացիներ, որոնք արդեն պատվիրել են, ինչ անեն։ Իհարկե այդ հարցադրումը օբյեկտիվորեն լեգիտիմ չէր, շատ պարզ պատճառով, որովհետև մենք չէինք հայտարարել, որ մենք երկարացնելու ենք, հետևաբար չկար որևէ, այսինքն այն մարդը, որ պատվիրել էր, ինքը պետք է պատվիրել այդ տրամաբանությամբ, որ ինքը ավելացած արժեքի հարկ, այսպես թե այնպես վճարելու է, եւ այդ հարցադրումը ի բնականաբար լեգիտիմ չէր, բայց քանի որ հարցադրումները շատ էին, այնուամենայնիվ մենք ընդառաջ գնացինք եւ այսպիսի լրացում ենք մենք արել, ասում ենք, որ 26 թվականի ուրեմն փետրվարի 1-ից մինչև, այսինքն ինչ ենք ասում ենք մինչև ուրեմն հունվարի 31-ը, ես չեմ ուզում ձևակերպումները հիմա կարդամ, որոնք որ ոչինչ չեն ասի մեր հեռուստադիտողներին, մեզ դիտող մարդկանց, մենք ասում ենք, որ այն կանոնը, որը ասում էինք, որ 2 տարվա թարմության պետք է լինի 24, 25, 26 թվականների, ինքը գործում է 2026 թվականի փետրվարի 1-ից, իսկ մինչև փետրվարի 1, այսինքն մինչև հունվարի 31-ը կարող են այդ առանց այդ կանոնին ներմուծել։ Օրինակ, եթե 22 կամ 21 կամ 20 թվականի մեքենա է ներմուծում հունվարի 17-ին, նորից ավելացված արժեքի հարկից ազատում կլինի։ Հայո, բայց ես ուզում եմ կրկնեմ շատ հստակ, որ սա այսպես ասած բարի կամքի դրսևորում որպես կառավարության կողմից, որովհետև ի սկզբանե նախ մենք չգիտենք, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես կգանք, չգիտենք, որ ազգային ժողովը կարող է դրան հավանություն տալ, այսինքն այս տեսանկյունից մեր քաղաքացիները բնականաբար մեր քաղաքացիների համար, այսպես ասենք, սա հաճելի անակնկալ է եւ այդ հաճելի անակնկալը, այսպես ասած, կրկնապատկում ենք այն իմաստով, որ այդ քաղաքացիները, որոնք որ ավելի վաղ պլանավորել են եւ չեն հասցնի բերեն ճանապարհին են մեքենաները, մինչև հունվարի 31-ը եթե բերեն 24 թվականից հին մեքենաներ, ապա նորից ավելացված արժեքի հարկ չեն վճարի։ Շնորհակալություն պարոն Պապյան, ես այս մասը լրացնեմ ու հարցերին անցնենք, էլի, որ ավելի հասկանալի լինի, նախ ուզեմ շնորհակալություն հայտնել այդ առաջարկը ընդունելու համար, իրականում ես էլ եմ գտնում, որ նախ քաղաքացիները, որոնք որ պատվիրել են էլեկտրոմոբիլներ, իրանք սեփական ռիսկով են պատվիրել, այսինքն որևէ այդ պահին պաշտոնական հայտարարություն չկար, որ արտոնությունը շարունակվելու է, բայց շատ էին գրում, որ գոնե արդեն ճանապարհին գտնվող մեքենաների համար այդ խնդիրը լուծենք, այսինքն իրենց համար ժամկետը մեքենայի հաշվի չառնենք, բայց քանի որ այդ կարգավորումը եթե այնպես տանք, որ
երբ է պատվիրվել եւ այլն, ինքը բազմաթիվ չարաշահումներ է բերելու, բայց հաշվի առնելով, որ ճանապարհին գտնվող մեքենան ամենաշատը 2-2.5 առավելագույնը 3 ամսում է Հայաստան հասնում, հիմա հոկտեմբերի 21-ին օրենքը մտել է ազգային ժողով շրջանառության մեջ, այսինքն հոկտեմբերի 21-ից մինչև փետրվարի 1-ը 3 ամսից ավել ժամանակ կա, այսինքն տարբերակ չկա, որ մարդիկ մինչև այս մասին իմանալը մեքենա պատվիրած լինեն, այդ մեքենան այդ ընթացքում Հայաստանի Հանրապետություն հասած չլինի, այսինքն կարծում որ մենք դրանով այդ հարցը լուծում ենք, խնդրեմ։ Պարոն Թունյան, ես կառավարությունում այս հարցը զեկուցելուց հատուկ նշեմ, որ զեկուցվող հարց է եղել։ Կառավարության օրակարգի հարցերը սովորաբար ունեն 50-60 հարց եւ զեկուցվում է 3-4 հիմնականում։ Եվ այդ օրը սա եղել է զեկուցվող հարց հենց հատուկ այդ նպատակով եւ ես նշել եմ, որ 24, 25, 26 թվականների, այսինքն դրանից ավելի առաջ, մոտավորապես մոտ 10 օր առաջ էլ, բայց դրանից առաջ էլ նախագիծը իդրաֆտում է եղել ելի նույն տեսքով, այսինքն սա սեպտեմբեր ամսից ըստ էության հայտնի է եղել մեր քաղաքացիներին, որ սեպտեմբեր ամսից հայտնի է եղել, որ մենք ուզում ենք երկարաձգենք ու այս տեսքով։ Մինչև սեպտեմբերը հայտնի է եղել, որ չենք երկարաձգելու։ Այսինքն ես սա այդ մասով կարևոր է պիտի բարձրաբանենք։ Ամեն դեպքում բնականաբար, այսինքն այդ խնդիրը կար եւ դրական է, որ լուծվել է, բայց ինձ էլ են դիմում քաղաքացիները, իրականում են հաշվարկը, որ պարոն Թունյան դուք արեցիք, այդ հաշվարկն էլ ինչ որ խնդիր ձևակերպեցիք, արեցիք, բայց եւ այնպես իրավական առումով այս նախագիծը ընդունված է համարվում վաղը, երբ որ ազգային ժողովը կքվեարկի։ Չէ, առնվազն այդ ժամկետը, որ ազգային ժողովը ընդունեց, ես կարծում եմ, եթե այդքան, այսինքն դրական կրկնակ եք ասում, շատ հետաքրքիր սիրուն ձևով էլ ներկայացրեցիք, լավ փաթեթավորմամբ, բայց հնարավոր է, որ ավտոմեքենան, ասենք օրինակ Միացյալ Նահանգներից մինչև Հայաստան հասնի, այսինքն գնաց լինեն այդ տրամաբանությամբ մեր քաղաքացիները եւ այդ ժամկետի մեջ չհասնի Հայաստան այն իմաստով, որ 3 ամիսը այն նվազագույն ժամանակահատվածն է։ Լավ, առավելագույն ժամանակահատվածն է 3 ամիսը, որ կա։ Հիմա վաղվանից հաշված, եթե կար ձևակերպեմ, վաղը եթե ընդունվում է, նաեւ լայն իրազեկում կարծում եմ այստեղ այս շեշտադրումն անենք, լայն իրազեկում անենք քաղաքացիների շրջանում եւ դրա պատասխանատու մարմինները, որ մարդիկ անկարծ թյուրիմացության մեջ չլինեն, շատերը չգիտեն, որ այս 2 տարվա նաեւ կանոնը կա, ուրախացել են, որ երկարելու է եւ արտոնությունը, այսինքն իրազեկում լինի, մարդիկ իմանան իրենց վարքագիծը ստայդեմ դասավորեն։ Այսինքն վաղվանից հաշված մի մեծ բան չի կորում, այդպիսի մի այտենց ահավոր մի փոփոխություններ չի լինում, բայց կարծում եմ այտենց ավելի արդար կլինի, վաղվանից հաշված 3 ամիսը, այսինքն մարտի 1-ը միջև այդ ուրեմն ես հենց նես չեմ ասում, ինձ էլ են դիմել, այսինքն վաղվանից հաշված միջև մարտի 1-ը այդ ժամանակահատված եւ երկրորդ այս մեկ, որ կարծում եմ եթե ամբողջական խնդիրը լուծված լինի, իրազեկումներ վաղվանից սկսած արվի, լրիվ բավարար է արդար է, որ այդ խնդիրը փակվի ամբողջությամբ։ Երկրորդ կարևոր հարցը, պարոն Պապոյան, անցած անգամ նիստի ժամանակ մենք չգիտեինք արդյոք կվոտա կլինի մաքսատուրքերի մասով, թե ոչ։ Հիմա դուք հայտարարում եք, որ այդ կվոտան կա, խոսքը վերաբերում է 15000 մեքենաներ, ավտոմոբիլներ, էլեկտրական, նաև օգտվելու են այդ կվոտայից եւ 15000-ի շրջանակներում չեն վճարելու նաև մաքսատուրք։ Եվ այստեղ էլ նաև այս իրազեկումն անենք, մի քիչ բացատրենք հստակ տարանջատված, ինչի մասին է դա, այսինքն որ ավտոմեքենաների էլեկտրոնն այստեղ պիտի շեշտվի նաև այդ կանոնը տարածվում է մաքսատուրքի վրա թե ոչ, այսինքն 2 տարվա էլեկտրոմոբիլների
ներմուծման կանոնը, սա էլ է պետք իրազեկվի եւ այդ ժամկետը, որ գրել եք, ես կարդացել եմ այդ անցումային դրույթներում, էլի էստակ չի, խոսքը վերաբերում է ավտոմեքենան հատի, օրինակ գրել եք փետրվարի 1 ու դեկտեմբերի 31-ին հատի Հայաստանի Հանրապետության սահմանը, թե ասենք ներկայացվի մաքսազերծման։ Ստեղ մի քիչ ավելի առնվազն ես հասկացել եմ, բայց կարծում եմ այստեղ պետք է ավելի հստակություն լինի, հետագայում շահարկումներ չլինեն, տարընթերցումներ չլինեն։ Այսինքն մեկ հարց, մինչև մարտի 1 ամբողջական այս խնդիրը լուծելու համար նկատի առնելով վաղվանից ընդունված նախագիծ, երկրորդ հարցը վերաբերում է մաքսատուրքերի պարզաբանմանը, որ ավտոմոբիլներին է դա վերաբերում, եւ երրորդ հարցը հստակ որոշակիություն, իրավական որոշակիություն, այդ ամսաթիվը, որ դնում ենք, սահմանը հատելուն է վերաբերում, թե մաքսազերծման ներկայացնելուն։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, ես նայում էի իմ հոլովակների կարճ հոլովակներ են մի րոպեանոց, ենթադրում եմ մարդիկ նայել են, 3 սոցիալական ցանցերում իրար հետ 400,000 դիտում ունի այդ հոլովակները այս պահին, բայց ինքը շարունակում է մեծանալ։ Ես կարծում եմ մեր երկրի համար 400,000 դիտումը արդեն իսկ շատ մեծ հանրային իրազեկում է, ես կարծում եմ, որ 1-2-ն կանենք եւ 1 միլիոն եւ ավել կանցնի, այսինքն այդ առումով հանրային իրազեկում ես կարծում եմ բավականին պատշաճ մակարդակի վրա, որ մի հարց, որը վերաբերվում է մեքենա ներմուծողներին 15,000 ներմուծողի ու արդեն 400,000 եւ ավել դիտում ունի, ես կարծում եմ բավարար եւ պատշաճ չափով ինքը ուրեմն իրազեկված է, սա մեկ, բայց բնականաբար կշարունակենք, այսինքն ես ինքս եմ հակված, որ այս ինֆորմացիան մաքսիմում շատ գնա։ Երկրորդը երկարաձգելու կարիքի ես չեմ տեսնում եւ ես կարծում եմ, որ եթե անգամ լինեն առանձին դեպքեր, որոնք որ տեսականորեն կարող է ձեր ասած դեպք լինի, ես կարծում եմ, որ հանրային շահը ավելի բարձր է, քան առանձին անհատների շահը։ Այսինքն մենք համարում ենք, որ մեր հանրային շահը պահանջում է, որ մեր երկրում լինեն նոր մեքենաներ, որ մեր երկրում չլինի աղբավայր այլ երկրների ուրեմն շարժիչների կամ այլ երկրների ուրեմն մետաղի հարցը գոնե լուծել ենք, հա, այդ աղբավայր էր, հիմա տանում ենք այդ աղբավայրը վերածում ենք արտադրության, բայց դեռ մյուսի հարցը լուծված չի, որ մենակ մեր մոտ չի, աշխարհում է լուծված։ Ուրեմն ես կարծում եմ, որ հանրության շահը բխում է, որ մենք շարժվենք այդ ուղղությամբ։ Օրինակ նույն տրամաբանությամբ ինչ որ մեկին կարող է շտապ 100,000 դրամ փող է պետք, որ ինքը շտապ ինչ որ մի բժշկական միջամտություն ունենա, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ դա արվի օրինակ իր կատալիզատորը ծախելու միջոցով, որովհետև այդ դեպքում հանրությունը եւ նույնիսկ չի բացառում, որ այդ մարդուն այդ փողը պետքա, որովհետև մեկ ուրիշին ժամանակին թույլ ենք տվել, որ ինքը իր կատալիզատորը վաճառի։ Եկեք հանրության շահը այնուամենայնիվ 3 միլիոն մարդու շահը ավելի բարձր միշտ ասենք, քան առանձին անհատական շահերը, որոնք որ կարող են լինել եւ այս առումով ես կարծում եմ, որ հունվարի 31-ից հետո չարժի անել եւ դա խնդիր է պետության համար, խնդիր է հանրության համար եւ այդ պատճառով ոչ թե ուղղակի դա կապրիզ է, այլ մենք հասկանում ենք, որ սա հանրության համար է, ուզում ենք կանաչ տնտեսություն, ուզում ենք նոր մեքենաներ, ուզում ենք, որ չբերենք մեքենաներ մի քանի տարի հետո դրանց ուրեմն 2-3 տարի հետո այդ մարդը խնդրի առաջ կանգնի։ Սա մեկ, երկրորդը ձեր ուրեմն նշածը ես ուղղակի կարդամ ինչ ենք այստեղ գրել։ Գրված է 26 թվականի, ես մեջ բերեմ օրենք, 26 թվականի փետրվարի 1-ից Նայություն հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը այս կոդերով մեքենաները բաց թողում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բաց թողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը, այսինքն սա վերաբերվում է ներմուծմանն է, սա վերաբերվում եւ ուրեմն ազատ շրջանառության նպատակով բաց թողմանն է, սա վերաբերվում եւ ձևակերպմանը։
Կարդացիք նորից նույն բանը, կարծում եմ վստահաբար էլի նույն անորոշությունը մնաց։ Հիմա պարզ բան, մեր սահմանը հատելը բոլորը գիտեն, չէ՞, երբ որ այդ ավտոմեքենան հասնում է սահմանի մեր կետ եւ հատում է սահմանը։ Հիմա սա է ժամկետի հաշվարկի հիմքը, թե երբ որ մարդը իր թղթերով գնում է այդ ձեր ասած մաքսազերծումն անի, օրինակ ներմուծել է մեքենան, գնում է անհատը, որ այդ մաքսազերծումն անի։ Մի պետք պարզ հարցին պիտի պարզ պատասխան լինի, մարդիկ այդ հաշվարկն անեն։ Այն մնացածը չէ, հիմնավոր չէր, որովհետև ինչ էլ անեք ձեր էջը շատ լավ է, որ 400,000 դիտում ունի, գուցե ավելանալու հակումներ կունենա կամ չէ, չգիտեմ, այդ ձեր ձգտումներն է, հենա դուք էլ ուրախանում եք դրա համար, լավ է, բայց իրականում իրավական առումով ձեր էջը չի, էլի, այսինքն ինչ դուք ասում եք ձեր էջում, դա դեռ օրենքը չի։ Այսինքն մի քիչ հələ կա դրան հասնենք, ասենք օրինակ, երբ որ դուք մի բան ասեք եւ դա դառնա օրենք, դրան մի քիչ մնացել է որ հասնենք, բայց ձեր էջում ձեր ասածը եւ օրենքը, որ ազգային ժողովն ընդունում է նախագահն եւ ավելացում է, դեռևս մի փոքր իրարից տարբեր են։ Իմ ասածը դա էր, երբ որ օրենքը ընդունվի, իսկ մենք վստահ քայլերով գնում ենք դրան, որ ինչ դուք հայտարարում եք, ապա դա օրենք է, իսկ օրենքը այս պայն սահմանադրական կարգով հետեւյալն է, ընդունվում է նախագահը վավերացնում է եւ ինքը համարվում է ընդունված։ Հիմա այդ ընդունման պահից, օրինակ, ընդունման պահից կարաք ձևակերպեք ձեր ասած 3 ամիսը ինչ որ պարոն Թունյանն ասում է դա մաքսիմում ժամկետն է, որ այդ ավտոմեքենան կա։ Այսինքն ընդունման պահից, որովհետեւ որևէ մեկը չգիտի, վաղ այս օրենքը օրինակ կընդունվի թե ոչ։ Տեսականորեն գոնե, էլի, չնայած դուք ինչ բերում եք, վստահաբար ստեղ բան ընդունվում է։ Հիմա այս մասով առնվազն էս, թե չէ մնացած այն ինչ որ ասում եք, ես էի ասում ակումուլյատորների խնդիրը անցած անգամ եւ այլն։ Մի ամիսը դուք որ հետաձգել եք, հանրային շահը այդտեղ չի, էլի, նես չի որ դուք չափել եք փետրվարի 1-ով հանրային շահը վերջացավ, այլևս մինչև փետրվարի 1, օքեյ, ամեն ինչ նորմալ է, եթե փետրվարի 1-ից հետո լինի, հանրային շահը դե վերջացավ եւ ամեն ինչ գնաց դեպի կատաստրոֆա։ Ճիշտ եք, պարոն Ավետիսյան, եթե ձեր նման քվեարկեինք, այս օրենքը առաջին ընթերցումով չէր անցնի եւ Հայաստանի Հանրապետության եւ հանձնաժողովի նիստում ես տեսել եմ դուք ոնց եք քվեարկել, դուք կողմ չեք քվեարկել։ Եթե հանձնաժողովի նիստում այս հանձնաժողովի падգամավորները քվեարկեին Թադևոս Ավետիսյանի նման, այս օրենքը չեր անցնի, չեր ընդունվի եւ մեր քաղաքացիները ստիպված կլինեին վճարել ավելացված արժեքի հարկ էլեկտրական մեքենաների համար, բայց քանի որ մեր հանձնաժողովի հարգարժան падգամավորները չեն քվեարկեն այնպես ինչպես Թադևոս Ավետիսյանը, մեր քաղաքացիները ստացան ավելացված արժեքի հարկի արտոնություն։ Պարոն Ավետիսյան, մի հատ Պարոն Ավետիսյան։ Դուք կարաք ձեր անձնական շահը ակնհայտ աստեղից էլ երևաց, մանիպուլացնելով այն որ հանրային շահից եք խոսում, բա պարոն Պապոյան, բա այդ պոստը, որ դուք զբաղեցնում եք, այդ պատասխանատվությունը, դա թույլ է տալիս այս չափ մանիպուլացնել։ Ես ձեռնպահ եմ քվեարկել մի պարզ պատճառով, որ մինչև երկրորդ ընթերցումը այս լուծումները, որոնք որ մենք քննարկում էինք, ունենանք եւ ասեմ ձեզ ավելին, նաեւ իմ ներկայացմամբ մեր ֆրակցիան Հայաստան խմբակցությունը այս նախագծին առաջին ընթերցման կողմը քվեարկի այդ թվում նաև ես։ Հիմա այդ մանիպուլյացիա բա եղավ, բա ինչից են քննարկում, ուր եք տանում, ինչ եք անում, բա այսինքն դուք հիմի հանրային շահի մասին ելույթ եմ ունենում, բա հա։ Այս լավ այդ ամեն ինչը մի կողմ, մի օր առիթ կլինի հանրայինի եթեր վաղուց չեն գնացել բանավեճի։ Առիթ կլինի կգնանք այս կբանավիճենք, ամեն մարդ իր եզրակացությունը կանի, բայց սա չի խնդիր։ Խնդիրը հետևյալն է, այդ թողեք, մի 5 անգամ էլ իմ անազգանունը տվեք, բանը խնդիր չկա, շատ ուրախ եմ դրա համար, բայց մի հատ ասեք, ի վերջո, սահմանը հատելն է, այդ հարցին պատասխանեք, թե չէ ոգևորվել եք ինձ եք կպել։ Սահմանը հատելն է ժամկետի, թե ներկայացնելը Դե կրկնում եմ, սկսենք նրանից, որ եթե
բոլոր падգամավորները ձեր պես քվեարկեին, դա փաստ է։ Հիմա դուք դրանից պարոն Ավետիսյան, ես չգիտեմ ինչի եք դուք ձեր քվեարկության արդյունքից նեղվել, ես կարծում եմ դա այդ նեղվելուց առաջ պետք է այդպես չքվեարկել։ Հիմա բայց դուք քվեարկել եք, հետո բացատրում եք թե ինչի եք ձեռնպահ քվեարկել։ Իսկ պետք չի բացատրել, ինչպես կամ իհարկե եթե փոշմանել եք, որ ձեռնպահ եք քվեարկել եւ սխալ քվեարկություն եք արել, իհարկե դա էլ է նորմալ եւ ես ուրախ եմ, եթե այդպիսի եզրակացության եք եկել։ Հիմա մեր նախագծի դրույթների մասին, մեր նախագծի դրույթների մասով ձևակերպումը շատ հստակ է գրված, նույն ձևակերպումն է։ Մինչև ուրեմն ամսի 31-ը դեկտեմբերի 31-ը բերված մեքենաները իրանք այս կանոնի այստեղ կանոնի փոփոխություն չկա։ Նույն օրինակ, տեսեք, 25 թվականի կանոնը նույն կերպ է գործում։ Ոնց այդ կանոնը գործել է, այդ նույն տրամաբանությամբ շարունակում ենք։ Պետք մի բան էլ ես էլի ավելացնեմ։ Նախ ուզում եմ ասել, որ ասում ենք մեր առաջարկը չընդունեցիք, դրա համար ենք ձեռնպահ։ Գրավոր առաջարկ չի եղել, հետո դուք մի հատ առաջարկ էիք անում, հիշում եք, ասում եք եկեք մի տարվա փոխարեն 2 կամ 3 տարի սահմանենք արտոնությունը, այդ էր ձեր հիմնական առաջարկը, որի մասին հիմա ոնց որ չեք խոսում, այդ առումով էլ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկ չենք ստացել։ Հիմա ինչ վերաբերվում է իրազեկվածությանը, տեսեք ինչ եք ասում եք, պարոն Պապայանն ասում եք ձեր էջը դա պաշտոնական բան չի, բայց մարդիկ ընդհանրապես ոչ միտեղ չեն կարդացել, ոչ պարոն Պապայանի էջում, ոչ կառավարության կայքում, ու իրենք որոշել են, որ պիտի էլեկտրոմոբիլ բերեն, այսինքն իրենց ենթադրության հիման վրա։ Ստացվում է, որ ինֆորմացիայի բացակայությունը մարդկանց վարքագծի վրա ավելի շատ կարող է ազդի, քան թե նախարարի կողմից կատարված գրառումը։ Ու մի վերջի բան էլ ասեմ, հոկտեմբերի 21-ին ասեցի, այս օրենքի նախագիծը մտել է պաշտոնապես ազգային ժողովի շրջանառության մեջ, դրանից մի քանի օր առաջ կառավարության նիստում է հաստատվել եւ դա եղել է զեկուցվող, այսինքն մարդիկ դրա մասին իմացել են, գրվել է։ Եթե մարդը պատրաստվել է դրսից էլեկտրոմոբիլ բերի ու չի հետաքրքրվել, թե օրինակ ինչ փոփոխություններ են կատարվել, դա արդեն իր ռիսկն է, չեն կարող ամեն մեկին գնան առանձին ծանուցեն, ասեն, եղբայր դու մտադիր ես էլեկտրոմոբիլ բերեն, ասի հա, ասեն դե գնա մի հատ կառավարության նիստը YouTube-ով հետ տուր նայ։ Հիմա օբյեկտիվ հիմք տեսանք զուտ այն մարդկանց համար, որոնք արդեն փաստացի պատվիրել են։ Ձեր ասածը, եթե մենք օրինակ սահմանենք մարտի 1-ին, գիտեք ինչ տեղի կունենա, վաղը կսկսեն էլեկտրոմոբիլներ պատվիրել։ Այսինքն այդ առումով մենք անգամ մենք կարող ենք մինչև հունվարի 31-ն էլ չանենք, որովհետև փաստացի մինչև դեկտեմբերի 31-ը այդ մեքենաների մեծ մասը ճանապարհին գտնվող հասած է լինելու, բայց հունվարի 31-ով մաքսիմալ փակել ենք։ Այսինքն եթե մեկը կա, որ հոկտեմբերի վերջին ինքը որոշել է էլեկտրոմոբիլ բերի կամ նոյեմբերի կեսերին, ինքը էլ որևէ հիմք չունի պնդելու, որ ինքը այդ մասին չի իմացել։ Եվ մի հարց ես տամ պարոն Պապայան, քվոտաների հետ կապված 15000 մեքենաների քվոտան, որ բան արեցինք, քվոտայի դեպքում ժամկետային սահմանափակում մեքենայի հնություն դրանք հաշվի են առնվում, թե չէ, ու ոնց է բաշխվելու այդ քվոտան, էլի իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց միջև։ Այո, ես իմ էջում հայտարարել եմ, որ արդեն իսկ հենց նույն օրը, երբ որ հայտարարել, այսինքն մենք ինչա տեղի ունեցել, նիստում մենք որոշել ենք, որ Հայաստանը պիտի ստանա 15000 քվոտա, նիստից դուրս եմ եկել եւ տեքստով եւ նաև հոլովակ եմ նկարել այդ երեկոյան, նույնիսկ մինչև Մոսկվայից վերադառնալուց, որպեսզի նույնիսկ մեկ օրվա լեգիտիմության խնդիր չառաջանա, այսինքն չլինի մարդ, որ հաջորդ օրը ես ինչ որ բան ասեմ, ինքը ասի, այ ես նախորդ օրը արդեն բան եմ պատվիրել, մեքենա եմ պատվիրել։ Հենց այդ օրը մինչև օդանավակայան գալը հոլովակ եմ նկարել, որտեղ ասել եմ, որ այդ առաջարկը գործելու է 15000 մեքենայի 24, 25, 26 թվականների ավտոմեքենաների համար։ Այսինքն 15000 մեքենան մենք ազատում ենք մաքսատուրքից, եթե այդ մեքենաները 2024, 2025, 2026 թվականի արտադրության են լինելու։ Սա մեկ։ Երկրորդը ինչպես ենք բաշխելու։ Այո, բաշխելու ենք մի մասը դիլերներին, մի մասը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։
ովքեր են դիլերները, դրանք որոնք որ պաշտոնական ներկայացուցիչներ են, տալիս են երաշխիք եւ այլն եւ այլն։ Որ մասը այս պահին քննարկման փուլում է, բայց դա կարևոր չէ այն իմաստով, որ մենք այս տարի արդեն շուտով կառավարության որոշում ենք ընդունելու, որտեղ ասում ենք, որ եթե դիլերներին տված քվոտայից մնա քանակ, իսկ այս պահին ես տեսնում եմ, որ մի քանի 100-ը մնալու է։ Այդ քանակը մենք տրամադրելու ենք ոչ դիլեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ըստ իրենց ներմուծման հերթականության։ Մոտավորապես, հիմա օրինակով բերեմ։ Պատկերացնենք, որ 287 մեքենայի քվոտա դիլերներին մնաց չկարողացան իրենք ուրեմն ներմուծել։ Այդ պարագայում մենք նայում ենք 5001-րդ, 5002-րդ, 5003-րդ, մինչև 5287-րդ մարդը իր մեքենայով, որ եկել է ֆիզիկական կամ իրավաբանական անձը ու մաքսատուր կա վճարել, իրենցը հաշվարկելու ենք ու նորից հետ վերադարձնենք իրենց։ Այս եթե այս անգամ որոշենք օրինակ պայմանական 11000-4000, ելի նույն կանոնը դնելու ենք։ Ու եթե վերջում օրինակ բարձվի, որ դիլերները օգտագործել են 3997 հատ եւ 3 հատ մնացել է, 11001-ը, 11002-ը եւ 11003-ը կգան եւ կստանան իրենց մաքսատուրքերը։ Ժամով հերթական բազակա րոպեով ժամ այդ հերթականությամբ ֆիքսվում է։ Շատ լավ։ Այլ հարցեր, խնդրեմ, պարոն Բագրատյան։ Պարոն Պապյան, հիմա այս ԵԱՏՄ-ի ընդունածի քանակները մենք վերլուծում ենք, հիմա այս տարի 19000 արդեն բերել են։ Մեզ հիմա 15000 քվոտա են տալի, այսինքն մեր քաղաքացիները կարող է 15000-ից օգտվեն, որովհետև այդ դեպքում նաև մաքսատուրք չեն վճարելու, բացի ավելացված արժեքի հարկից։ Այսինքն մեր այս տրամաբանության մեջ մենք 4-5000 մեքենայի արտոնություն ենք տալի։ Եթե տվյալները նույնը լինեն, ինչ որ 25 թվականին այս պայդրությամբ ըստ մեր տվյալները 19000 է ներկրված։ Հիմա